Անհավանական, բայց ակնհայտ։ Մարդիկ երևույթներն ու դեպքերը լրագրողական ինքնօրինակ տեսանկյունից բարի երեկո, դուք դիտում եք հատուկ ռեպորտաժը։ Եվրոպական հիդրոօթերևութաբանական ծառայության արբանյակը այս շաբաթ մի մեծ օղակաձև սպիտակ պատկեր է ստացել տիեզերքից։ Չհայտնաբերված թռչող օբյեկտը մի քանի վայրկյան հայտնվել է ռադարների ներքո։ Սկզբում գիտնականները կարծել են, թե տեխնիկական խոտան է, հետո պարզվել է, որ արագ ընթացող մարմին է, ընդ որում սա առաջին անգամ չէ, որ գիտնականները դա նկատել են։ Չհայտնաբերված թռչող օբյեկտների կամ ՉԹՕ-ների մասին սկսեցին խոսել 20-րդ դարում, ավելի շուտ ոչ թե խոսելը խոսում էին դարերով, այլ հանդես գալ հրապարակումներով եւ գիտական հոդվածներով։ Ի վերջո, կա արդյոք քաղաքակրթություն տիեզերքում մեզանից բացի, ովքեր են ոչ սովորական ֆորմայով թռչողային օբյեկտները, որ նման են ափսեների։ Այսօր դժվար է ասել, որն է լեգենդը եւ որն է իրականությունը։ Սովորաբար ՉԹՕ-ների մասին կարելի է կարդալ ռուսական կամ արևմտյան մամուլում, ու այսօր առաջին անգամ մենք կցուցադրենք այն, ինչի մասին նույնիսկ հենց ականատեսները երբեք հրապարակավ չեն խոսել։ ՉԹՕ-ների մասին առաջին լուրջ Հայաստանում գիտական քննարկումը տեղի ունեցել հենց Բյուրականում ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի նախագահությամբ։ Քննարկումը եղել է փակ, առանց լրագրողների, մի քանի արարողակարգային լուսանկարում եւ վերջ։ Այսօր առաջին անգամ դրա մասնակիցները կխոսեն քննարկման բովանդակության մասին։ Ու հենց այդ պահից Հայաստանում ձևավորվում է գիտնականների մի խումբ, որ սկսում է ուսումնասիրել մեր երկրում այն, ինչին ոչ ոք ոչ միայն ուշադրություն չէր դարձնում, այլև նույնիսկ լուրջ չէր ընդունում։ Նելի Հարությունյանն է փնտրել այլ մոլորակայինների հետքերը Հայոց աշխարհում։ Ուղիղ 18,000 ժամ ոչ ավել, ոչ պակաս, ոտքը հողից կտրված, գլուխն ամպերում։ Ռոբերտ Սուքիասյանը ողջ կյանքն անցկացրել է օդում։ Այստեղ իմ բարդ ինքնաթիռներից ասում, սա է, սխի անգեսից։ Գրեթե բոլոր թռիչքներն իրար նման են եղել, միայն մեկը, Երևան Մինվոդի չվերթը նրա համար մնաց առեղծված։ Պարսկա գիշեր էր, երկնքում միակ օդանավն իրենցն էր, ուրիշը չկար ու նախատեսված էլ չէր, բայց հանկարծ հայտնվեց մեկը։ Դիսպետչերն այդպես էլ ոչինչ չտեսավ։ Ասում հնարավոր չէ, մեր վրա է գալիս։ Մենք էլ իջնում ենք։ Եկանք այս վերջի ուղղությունը, որ պետք է նստենք, արդեն ինքը տեսա, որ արդեն մեզ բան չկա էլ նայելու, մի անգամ այնպես փախավ։ Ներքևում 5 հոգանոց անձնակազմին սպասում էին թռիչքների ղեկավարն ու 2 հոգի, ովքեր էին նրանք, չներկայացան, միայն հարցուփորձ արեցին, ճշտեցին օդում կատարվածն ու հրահանգեցին։ Ասում է, դու չես տեսա։ Ինձ ստորագրություն վերցեցին, որ 5 տարի ես իրավունք չունեմ դրա մասին պատմել։ Ռոբերտն այդ մասին խոսեց 10 տարի հետո։ Նախկին օդաչուն համոզված է, տեսածը չճանաչված թռչող օբյեկտ էր, ուրիշ բացատրություն չի գտել։ Սա մոտ 15 տարվա աշխատանք են այս գրքերը, 20-րդ դարի վերջի գիտության բոլոր տվյալները հավաքված են։ Թռչող ափսեների այլ մոլորակայինների մասին հիշատակությունները մարդու չափ հին են, անջնջելի ու խորը, դրանք հասնում են մինչև ժայռապատկերներ։ Հայ նախամարդու իծագրերում դրանք ըստ Ռաֆիկ Բարոյանի չափազանց շատ են։ Ինչ մարդ ասա, որ գլուխը կլոր չէ, այլ լապատկային նման։ Ինչպես շեշտեն, որ այս մարդը երկրային մարդ չի, եւ որպեսի այդ շեշտվածքը երևա, կողքին նկարած է երկրային մարդը, կլոր գլխով։ Մասնագիտությամբ պատմաբան Ռաֆիկ Բարոյանն ինստիտուտն ավարտելուց հետո նորից ուսումնասիրեց մարդկության պատմությունն ու հասկացավ, մենք միակը չենք տիեզերքում, սկսեց հետքեր փնտրել ու գտավ։ Եթե հին աշխարհի բոլոր այն տաճարները, որոնց մուտքի դռները 10 մետրից ավել բարձրություն ունեն, ապա այդ տաճարները բոլորովին էլ նախատեսված չեն, որ այդ դռնով 2.70 սանտիմետր, մեղասում 1.70 սանտիմետր հասակ ունեցող ինձ նման մարդը մտնի եւ դուրս գա։ Սուրեն Պետրոսյանի ժայռապատկերների գիրքը կազմելիս իր համար շատ բացահայտումներ արեց։ Այնտեղ գտավ իր բնորոշմամբ հայկական այբուբենը, լատինական տառերը, թռչող ափսեների, տեխնիկական սարքերի ու եկվորների բազմաթիվ պատկերներ։ Ում էլ որ ժայռապատկերի մասնագետի ցույց տաս, քեզ այս նկարի վերաբերյալ ասելու է ջրային թռչունը։ Իսկ ես ասում եմ, թռչող ափսե է, մանիպուլյատորն է, կողքի մարդը, թռչող ափսեից դուրս եկած մարդը, կենդանիներից մեկին բռնել է եւ նրա վրա ինչ-որ փորձ է դնում, կամ ինչ-որ բան է անում։ Կոնտրաստներս։ Կարեն Թոխատյանը դեռ թխահեր էր, երբ սկսեց կուտակել հայկական ժայռապատկերների մասին տեղեկությունները։ 79 թվականից շրջում է լեռներում ու դաշտերում, բայց թռչող ափսե դեռ չի տեսել։ Ժայռապատկերներում գուցե, բայց համոզված չէ։
Այս պատկերն է շատ հետաքրքիր, նավակի նման մի առարկա, վրան կամ մեջը այծ, իսկ այծը երկնայինի սիմվոլ էր, այսինքն այս առարկան, եթե թռչող սարքի, ապա երկնային է, եւ ներքևում արևը։ Ուֆոլոգները շատ պատկերներ նմանեցնում են թռչող ափսեի, այլ մոլորակայինի, իսկ կրթությամբ աստրոֆիզիկոս վաղուց արդեն ժայռապատկերների մասնագետ Թոխատյանը հաշվի է առնում բոլոր հնարավոր տարբերակները։ Ես էլ Սևսարի աստղադիտարանն եմ Արտունում, ես մասում երկինքը մութ է եւ նկարված է մեծ 90 սանտիմետր տրամագծով սկավառակ, որը էլի գուցե լինի թռչող օբյեկտ։ Բնականաբար ես հակված եմ երկնակարի տեսակետի, երկնակարի վարկածին, որովհետև սրանից 30 կիլոմետր հեռավորությամբ ես գտել եմ երկնակարի հարվածի հետքը։ Թռչող ափսեների նոր դարաշրջանն ու դրանց մասին խոսակցությունները սկսվում են 1947 թվականի հունիսի 24-ից ամերիկացի օդաչու Քենեթ Արնոլդը հենց այդ օրը Վաշինգտոնի մերձակայքում սարերի վրայով թռչելիս օդում տեսավ անասելի արագությամբ զլացող 9 տարօրինակ օբյեկտ։ Նա առաջինն էր, որ հրապարակայնորեն խոսեց այդ մասին, իսկ հարցազրույցը վերցրած լրագրողը Արնոլդի տեսակը նմանեցրեց կլոր ափսեի, այդպես շրջանառության մեջ մտավ թռչող ափսե արտահայտությունը։ Այդ հետո միայն Արնոլդը հստակեցրեց, իր տեսածներն ավելի շատ նման էին նորալուսնի։ Նույն 47 թվականին էր, որ ամերիկյան Ռոզվել քաղաքում ընկավ առաջին չճանաչված թռչող օբյեկտը։ YouTube-ն այսօր ողողված է վթարված սարքում հայտնաբերված այլ մոլորակայինի հերձման կադրերով։ Միֆ է սա, բեմադրություն, ռազմական օդուժի անհաջող փորձ, թե իրական ՉԹՕ։ Վարկածները շատ են, ապացույցներն անբավարար։ Այդ ապարատների մեծ մասը պատրաստվել են երկրի վրա եւ բարձրացվել են երկինք, օգտագործել են մագնեզիումի ժապավեններ, բաներ, այդ էֆեկտները գունային եւ այլն ցույց տալ համար։ 1940-50-ականներին ձևավորվեց ուֆոլոգիան որպես էզոթերիկ գիտության միջուղ։ Ուֆո ՉԹՕ-ի անգլերեն տարբերակն է։ Դրանով զբաղվողները կոչվեցին ուֆոլոգներ։ Թռչող ափսեների մասին լուրջ ուսումնասիրություններ անում էին ԱՄՆ-ում, ԽՍՀՄ-ում, Անգլիայում, Ֆրանսիայում եւ մյուս հզոր երկրներում։ Միայն թե այս ամենը հիմնականում գաղտնի էր պահվում ռազմական ուժերի կամ հատուկ ծառայությունների վերահսկողությամբ։ Մասնավորապես Ամերիկայում ստեղծվեց ուֆոլոգիայի խոշոր ինստիտուտ, որտեղ հավաքվում են այդ բոլոր փաստերը։ Իմ տվյալներով այսօր արդեն 1 միլիոնից ավելի փաստ է հավաքված։ 1 միլիոնի 92%-ը բացատրված է, մթնոլորտային երևույթներ, ռազմական օդանավեր, հրթիռներ, մնացած 8%-ը, այսինքն 80,000 դեպք մնում է չբացատրված։ Այստեղ պետք չի 80,000 հետևից ընկնել, նույնիսկ մեկ դեպք, եթե պարզվի, որ հայտնաբերվել են այլ մոլորակայիններ, դա կլինի մեր ժամանակների խոշորագույն հայտնագործությունը։ Այլմոլորակային քաղաքակրթությունների բացահայտման մոլուցքով տարված էր ամբողջ աշխարհը։ Գիտնականները ռադիոազդանշաններ էին ուղարկում տիեզերք եւ փորձում որսալ պատասխան ազդանշաններ։ Այդպես այլմոլորակայիններ փնտրելիս գիտնական Էնթոնի Հյուիշը բացահայտեց գերխիտ աստղերը, բաբախիչները, որի համար Նոբելյան մրցանակ ստացավ։ Կան արդյոք այլմոլորակայիններ, թե նրանց մասին խոսակցություններն ընդհանրապես մարդու երևակայության արդյունքն են։ Գոյություն ունեն արդյոք այլմոլորակային քաղաքակրթություններ, թե մենք միակն ենք տիեզերքում։ Վերջնական պատասխան դեռ ոչ ոք չի տվել։ Բյուրականի աստղադիտարանի այս դահլիճում 40 տարի առաջ անցկացվեց առաջին միջազգային սիմպոզիումը այս թեմայով։ Աշխարհի տարբեր անկյուններից հավաքված գիտնականները քննարկում էին արտաերկրային կյանքի խնդիրը։ Գիտական կոնֆերանսը փակ էր, լրագրողների մուտքն արգելված։ Հարցեր են, որոնք դեռ պետք է քննարկեն, դեռ պետք է ուսումնասիրվեն, դեռ կարող են շատ սպեկուլյատիվ բաներ այդ բոլոր հարցերի շուրջն ասել։ Մինչև այդ նույն թեմայով 1964-ին անցկացվել էր համամիութենական սիմպոզիում, իսկ 1971-ին ներկա էին թե ամերիկացի, թե սովետական, թե այլ երկրների խոշորագույն գիտնականներ։ Ներկայացված էին գիտության գրեթե բոլոր ճյուղերը։ Պրոֆեսոր Էլմա Պարսամյանն այն ժամանակ շատ երիտասարդ էր, ամենայն ուշադրությամբ ունկնդրում էր բոլոր զեկույցները։ Այդտեղ էր Գոլդը շատ մեծ գիտնական ամերիկացի, այդտեղ էր Սագանը, հարցեր էին քննարկվում, թե ասենք թե մենք հանդիպեցինք քաղաքակրթություն, այդ դա մեզ համար լավ է, վատ է։ Թռչող ափսեների հարցն այդ գիտաժողովում չի քննարկվել, բոլոր զեկույցներն ամփոփվել են այս գրքում։ Վիկտոր Համբարձումյանից հետո գուցե ոչ առաջվա ոգևորությամբ, բայց ամեն օր Բյուրականի աստղադիտարանում աշխատում են, ուսումնասիրում երկինքն ու աստղերը։ Թռչող ափսե դեռ չեն տեսել։ Կարելի է սրանով թռչող ափսե տեսնել։ Թռչող ափսե գիտես կա, հենց սրանով տեսնել չի կա, հնարավոր չէ ուղղակի, որովհետև իր դիտարկիչը շատ փոքր է։
Պաշտոնական գիտությունը ՉԹՕ-ների մասին լռում է, բացը լրացնում են ուֆոլոգները։ Գիտնականները նրանց ու նրանց գիտությանը վերապահումով են մոտենում։ Մինչդեռ ուֆոլոգիայով զբաղվողները հիմնականում հենց գիտնականներ են։ Նրանք ունեն հարցեր, որոնց պատասխանը պաշտոնական գիտությունը չի տալիս։ Դա նշանակում է պարզապես ունենալ քիչ թե շատ կասկածել է տեղեկություններ, ինֆորմացիա, որ վրա փորձել հասկանալ ինչն է իրական, ինչը իրական չէ։ Հայաստանի ուֆոլոգիական կենտրոնը ստեղծվել է 1989 թվականին։ Առաջին անգամ հենց այս դռների հետևում հավաքվեցին մարդիկ, ում միավորում էր մեկ բան՝ անհասկանալին եւ չճանաչվածը, չբացահայտվածը։ Չճանաչված թռչող օբյեկտներ, պարանորմալ երևույթներ, կենսաէներգետիկ դաշտեր։ Կենտրոնն իր ակտիվ գործունեությունը դադարեցրեց 1994-ին։ Իմաստը որն է, որ գիտական հիմնավորում տալ եւ գտնել, արդյոք նրանք գոյություն ունեն, թե չէ։ Թռչող ափսեների հայաստանյան բումը սկսված էր, հայտնվեցին բազմաթիվ մարդիկ, որոնք տեսել էին, նույնիսկ կոնտակտի մեջ մտել այլ մոլորակայինների հետ։ Մեծ ֆոտոարխիվ հավաքվեց, որից այսօր շատ քիչ բան է մնացել։ Սա, ես բոլորը չեմ հանել իհարկե, եւ ասենց 24 կադր իրար հետևից, որպեսզի երևա, որ սա ոչ թե ինչ-որ խանգարված է, բան, այլ թռչող օբյեկտ է։ 1989-ի գարնանը 111-րդ դպրոցի խաղահրապարակում աշակերտները տարօրինակ էակ են տեսել։ Ասում են մոտ 3 մետրանոց այլ մոլորակայինը նման չի եղել մարդու։ Ուֆոլոգները նույնպես եղան դեպքի վայրում։ Ռուսաստանից եկած մասնագետները Լևոն Արարատյանին սովորեցրել էին բիոլոկացիոն սարքով չափել էներգետիկ գոյացումները։ Գիտնականը չափեց, հետո հողից նմուշ վերցրեց ու սերմ ցանեց։ Այլ մոլորակայինի տրորացողը գրեթե անպտուղ էր։ Այս վերցրած այդ էակի ոտի տակից տեղերը երևում էր իմիջիալս, մենք որ գնացինք, չնայած կես տարի անցել էր։ Այլ մոլորակային ասում են Լենինգրադյանի մոտիչած ափսեից էր դուրս եկել։ Այդ թռչող սկավառակը շատերն էին տեսել։ Դրա հեռանալուց հետո երկար ժամանակ հողն այդտեղ տաք էր մնացել։ Վառվել է, բայց նասկվոզ է վառվել։ Տեսեք, նույնիսկ ամբողջ ստրուկտուրան երևում է։ Հայ ուֆոլոգները պատմում են, որ շուտով կենտրոնով սկսեցին հետաքրքրվել անվտանգության մարմինները։ Գալիս էին նստում հավաքներին, հարց ու փորձ անում։ Կենտրոնի հիմնադիր երկրաբան ուֆոլոգ Հակոբ Տոնականյանի մահից հետո կենտրոնը գործեց եւս մի քանի տարի ու ցրվեց։ Չճանաչված թռչող օբյեկտների մասին շատ հարցեր մնացին անպատասխան։ Հայկական ավիացիայի պատմության թանգարանը նախկին օդաչու Ռազմիկ Գասպարյանը զրոյից է հիմնել։ Վերջին համալրումը տիեզերագիտության եւ ավիացիայի բնագավառի հայ գիտնականների լուսանկարներն են։ Ռազմիկ Գասպարյանը Հայաստանում պարաշյուտային սպորտի առաջին վարպետն է։ Նա նաեւ առաջիններից էր, որ օդում դեմ առ դեմ դուրս եկավ անհասկանալի օբյեկտի։ Ինչ որ մի կրակի նման հզոր բան տեսա, որ իմ կողմն է գալիս։ Ինչպես նախորդ դեպքերում այս անգամ էլ ոչ միտեղ ոչինչ չէր արձանագրվել։ Ռազմիկ Գալստյանը նախընտրեց մոռանալ կատարվածը։ Անհայտ թռչող օբյեկտների էլ չհանդիպեց։ Նախկինում խոհարար այժմ նկարիչ Էդվարդ Խանոյանն ասում է, որ ամեն անգամ զգում է վերերկրային էակների էներգիան։ Տարիներ առաջ մի ձայն նրան հուշեց մոտենալ պատուհանին ու նայել, ինչպես հիմա է անում, թռչող ափսե տեսավ։ Ինքը մի հատ կլոր սպիտակ գունե շրջանակ էր։ Շրջանակի մեջ է, որ ավելի մեծացրեց լուպեն, որ ավելի լավ տեսնեմ, մեջը 7 հատ կետ տեսա։ Այդ օրից սկսեց նկարել, համոզված է, որ էներգիան այդ կետից եկավ։ Հիմա էլ իր կամքից անկախ հիերոգլիֆներ է նկարում։ Սիրտը վատ բան է կանխազգում, բայց բացատրություն չունի։ Շատ մարդկանց են տարեցույց տվել, դրանք դասնակիլներ են, կարդալ է պետք է ինչ է դասնակիլներ։ Հայաստանում այս կարգի պատմությունները քիչ չեն, բայց մարդիկ, առավել ևս գիտնականները, չեն խոսում թեկուզ միայն նրա համար, որ իրենց խենթի տեղ չդնեն։ Մինչդեռ զարգացած երկրներում շարունակում են լրջորեն ուսումնասիրել այս երևույթն ու ժամանակ առ ժամանակ որոշ չափաբաժնով բացում են հույժ գաղտնի արխիվները։